Սանուհի Տաթևիկ Ադումյանը սրտի խորը ցավով է հայտնել ողբերգական լուրը։ Մահացել է նրա սիրելի տատիկը Ռուզաննա Գևորգյանը։ Նա ոչ միայն ընտանիքի սյունն էր, այլև թատրոնի ու կինոյի նվիրյալ դերասանուհի, արվեստի մի ամբողջ դարաշրջանի վառ ներկայացուցիչ։ Նրա մահը ոչ միայն մեծ կորուստ է ընտանիքի համար, այլև բոլոր նրանց, ովքեր մեծացել են նրա կերպարներով, նրա ուժեղ ու համարձակ կնոջ օրինակով։ Տաթևիկ Ադումյանի ընտանիքն ապշած ու ցավով է արձագանքում մեծ կորստին։ Դերասանուհու քեռին սոցիալական ցանցի էջերում հրապարակել է հուզիչ նամակ, որտեղ խոստովանել է իր մոր հեռանալով ավարտվեց մի ամբողջ պատմություն։ Հոկտեմբերի 31-ին կյանքի իր 74-րդ գարնան ուղին կտրեց իմ մայրը Ռուզաննա Գևորգյանը։ Այս խոսքերը դժվարությամբ են հնչում, քանզի նրա հետ իր ավարտին հասավ մի ամբողջ պատմություն, իսկական արվեստի ներքին վեհության դարաշրջանը։ Մայրս մի կին էր բացառիկ գեղեցկությամբ ու շնորհքով, նրա հայացքը, կեցվածքը, ձայնը ամեն ինչ իր մեջ բյուրեղացնում էին ուժ, ազնվություն, վստահություն և հպարտություն։ Նա այն մարդկանցից էր, ում հնարավոր չէր չնկատել։ Նույնիսկ լռության մեջ նա կարողանում էր խոսել միայն մի հայացքով։ Շատերի համար նա կմնա սիրելի դերասանուհի, բեմի ու կինոյի աստղ կին, որը յուրաքանչյուր դերին կյանք էր հաղորդում, դրան ներարկելով սեփական սրտի մի բեկոր։ «Երկու Լեոնիդ» երկու ֆիլմը դարձավ նրա տաղանդի բացահայտում շատերի համար։ Այդ կինոներկում նա փայլուն կերպով մարմնավորեց գլխավոր կնոջ դերը լի նրբագեղությամբ ու սիրով։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան անձամբ, գիտեին նրա գլխավոր ստեղծագործությունը հենց իր կյանքն էր։ Եվ այդ կյանքը հեշտ չէր։ Բախտը մի քանի անգամ փորձության ենթարկեց նրան, բայց նա միշտ ընթացել է գլուխը բարձր, վեհ կերպով, երբեք չի կորցրել իր արժանապատվությունը, երբեք չի աղաչել ճակատագրին։ Ամեն ինչ ընդունել է երախտագիտությամբ, ներքին խաղաղությամբ, խոհեմ հայացքով։ Այսօր նա այլևս մեզ հետ չէ մարմնով, բայց շարունակում է ապրել մեր մեջ, մեր սրտերում, մեր արյան հոսքում։ Նրա գեները, նրա արվեստը, նրա ստեղծագործական իղձը փոխանցվել են իր զավակներին ու թոռներին։ Մեր ամեն մի շարժման մեջ, ամեն մի հայացքում ապրում է նրա մասնիկը։ Ուստի նա կա ու շարունակում է իր ընթացքը մեր միջոցով։ Մնաս խաղաղությամբ ու լույսով, քո զավակներ Արտավազդ և Մոնիկա Առաքելյաններ, ընտանիքի անդամներ, թոռներ, քույրեր ու եղբայրներ։ Նշենք նաև, որ Ռուզաննա Գևորգյանի հոգեհանգիստը պանիխիդան տեղի կունենա նոյեմբերի 1-ին շաբաթ օրը ժամը 18:00-ին Լյու Արս քո սրահում, քաղաք Երևան, Սիլիկյան հին խճուղի 18, Շահումյանի գերեզմանոցի հարևանությամբ։ Թաղման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 2-ին կիրակի օրը 15:00։ Նշենք, որ Ռուզաննա Գևորգյանը հանդիսատեսի սրտում մնացել է հատկապես «Երկու Լեոնիդ» երկու ֆիլմում մարմնավորած իր կերպարով, նրա այն դերակատարումը դարձավ իր ժամանակի բացահայտում՝ կանացի նրբագեղություն, ուժ, խորքային սեր և անձնվիրություն։ Բայց նա միայն էկրանային դերասանուհի չէր, նա կին էր, որի կյանքը դժվար, հաղթահարել էր գլուխը բարձր, երբեք չէր խոնարհվել ճակատագրի դժվարությունների առաջ, նրա մեջ ապրում էր նույնքան ուժ, որքան փխրունություն և նույնքան լույս, որքան ցավ։ Այսօր ևս մի լեգենդ հանգչում է, բայց նրա թողած լույսն ու հիշատակը ապրելու են երկար։ Ռուզաննա Գևորգյանը ոչ միայն դերասանուհի էր, այլև հոգևոր ուղեցույց իրենց սերնդի կանանց համար։ Թող լուսավոր լինի նրա հիշատակը ու զորություն ընտանիքին։ Մարդու կյանքում կան կորուստներ, որոնք ոչ թե պարզապես ցավ են պատճառում, այլ փոխում են մեզ խորքից։ Տաթևիկ Ադումյանի այսօր ապրած վիշտը հենց այդպիսի վիշտ է։ Կորցնել տատիկի նշանակում է կորցնել մի ամբողջ աշխարհ, շունչ, հիշողություններ, սեր, առանձնահատուկ ջերմություն, որը միայն տատիկներն ունեն։ Տատիկն այն մարդն է, ով մեր մանկության ամենափափուկ անկյունն է, այն անփոխարինելի ձեռքերը, որ առաջինն են գրկել մեզ, այն աչքերը, որտեղ միշտ ապաստան կա, անկախ նրանից մեծացել ենք, թե դեռ փոքրիկ ենք ներսում։ Եվ այսօր, երբ Տաթևիկի սրտում լռել է այդ մեղմ ձայնը, հանկարծ աշխարհը դարձել է մի փոքր ավելի դատարկ, մի քիչ ցուրտ, մի քիչ ծանր, որովհետև նրանից գնացել է ոչ միայն տատիկը, այլ մարդ, ով եղել է նրա ընկեր, նրա ուժի աղբյուր, նրա ամենամաքուր հիշողություններից մեկը։ Ռուզաննա Գևորգյանը եղել է ոչ միայն նշանավոր դերասանուհի, այլ կին, որի ներկայությունը ուժ էր, վեհություն, գեղեցկություն, որ չէր սահմանափակվում արտաքինով, այն հնչում էր նրա խոսքի, քայլվածքի, հայացքի մեջ։ Նա եղել է այնպիսի կին, որից սերունդները շնչել են արժանապատվություն։
Այսօր նա հանգիստ է, բայց նրա թողած լույսը չի հանգչում, այն ապրում է իր զավակների, թոռների և կարևոր է ասել Տաթևիկի մեջ։ Արվեստի այն կայծը, որ կա Տաթևիկի աչքերում, նրա կերպարներում, նաև Ռուզաննա տատիկի ժառանգությունն է։ Ցավը մեծ է, բայց նաև մեծ է այն ժառանգությունը, որը նա թողել է։ Թող Տաթևիկը գտնի ուժ այս օրերում, թող սրտում ապրի ոչ միայն վիշտը, այլ նաև այն անսահման ջերմությունը, որը միշտ իրեն ուղեկցել է տատիկի հետ։ Թող լույս լինի նրա ճանապարհին և խաղաղություն նրա հոգին։